իրավական առնելով, որտեղ այն ինչ որ տեղի ունեցել իրավական չի, այն ինչ որ զավթել են, ինչ որ հովանավորվում են, հետևաբար դուք էլ չեք կարողանում, ապաշանդական, հիմա բռնեք ես ոնց հարատեսնում, որ իրանք պաշտոնապես կանոնների համաձայն չեն համարվում, այլևս թեմի հոգևորականներ, կարգավիճ եղած են, բայց գնացել են ձեր պատկերացման մեջ աշխատում են, ինչ են աշխատում, ում ենթական են, իսկ ասենք, գուցե հարցնեք իրենք ասեն ում հրապարակային ասում, որ հասկանենք, իրենք ում ենթական են համարում իրենց, և ենթակա համարում են արդյոք, երբ Մկրտիչ Սրբազանին, թե չեն համարում, բայց ավելին ձեզ ասեմ, Մկրտիչ Սրբազանն ես բանի չեն հանդիսանում, որպես այդպիսի թեմի առաջնորդային առումով, որ վարչական խորհուրդ կա նշանակված, ովքեր որ նրա լիազորությունները իրականացնում են։ Այսինքն այս բանին ինքը լիազորություններն է, որպես այդպիսին չունի, եթե նույնիսկ կառավարության մեջ հայտնվի, այդ լիազորությունները չունի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ պետք է վարչական խորհրդին բուժողները ենթարկվեն, չեն ենթարկվում։ Այսինքն կարևոր է թե ով է ղեկավարը, եթե ղեկավար դիրքով ելնելով պետք է հեղինակությամբ ասեն, հենա կա վարչական խորհուրդը և այդ խորհուրդը իսկ խորհուրդը անդամներին չեն թողում օգտվելով առիթից ստեղծված իրենց կողքը միջավայրը չեն թողում որպեսզի բնականon հոգևոր ծառայություն իրականացնեն։ Ու մենք պետք է մտածենք, որ իրենք ինչ-որ բանից կաշխատվում են և ի վերջո պատվազան դարձան։ Մենք այս տիպի գործերը դրանք չունենք իրականություն սկսել։ Դուք իրավունք չունեք և չեք կարող հաշվի չառնել, թե տուժողները այս բան ինչ վարկագիծ են դրսևորում։ Ես այս բառը չեմ խուսափի ասել, այն հանդուգն վարկագիծը, որ իրենք են դրսևորում հրապարակային, և օրինախախ, որի շուրջ մենք նաև իմ գործընկերը նաև նշել, որ իրավական գնահատական չեն կարող չտանք, ոնց չտանք։ Օրինակ ոնց չտանք, մենք ասենք, որ տուժողները, վայ, ես ինչ մեղք են, հեսա Մկրտիչ Սրբազանը դուրս կգա խոչընդոտի, բայց չտենանք իրանք ինչ կա։ Կարող է իրանք են հանգած ճնշում գործադրելու։ Կա տենց հավանականություն, որ հաշվի առնելով այսօրվա իրենց կողքը դրսևորված իրավիճակը, դրանից ելնելով իրենք փորձեն ճնշում գործադրել, չեն մտածում դրա մասին։ Բավարար մենք հասկանանք, այսինքն տուժողի վարքագիծը եւ էությունը չընկալելով, մենք հասկանանք իր վրա ճնշում կլինի, թե չլինի։ Այսինքն մտածողական բան։ Ի վերջո, եկեք դրան էլ հեսա կանդրադառնանք։ Դա եկեք պատկերացնենք, որ դատամիզմով sense ինչ որ անորոշ, ինչ որ sense ենթադրություն կառաջանա, որ կարող է հանգած խոչընդոտման հավանականություն կա։ Իսկ աստիճանը, այսինքն նախաքննության փուլում, ավարտից հետո, առերեսումներից հետո, հիմա դրանք բոլորը տարբեր չեն աստիճանները։ Չնայած մեղադրողը ասում է, որ աստիճանը նույնն է բան չի փոխվել, բայց դրա համար հստակ սահմանադրական դատանի, վճարաբեկ դատանի, եվրոպական դատանի իրավական դիրքորոշումներ կան։ Եկեք մի հատ ընթերցեմ, որ հետո այնպես չլինի, որ ուղղակի ասենց ասեցի ու անցան։ Մի հատ այս մասը ընթերցեմ, որ տեսեք, Խանզադյանն ընդդեմ Հայաստանի գործով եվրոպական դատային որոշման ոչ տրամաբանությունն է կարդում, կայանում է նրանում, որ նախնական փուլում մեղադրողի նախկինում զբաղեցած պաշտոնը կարող է լինել էական գործում, նախնական փուլում, նրա ազատությունից հարցի սահմանափակման հետ կապված, առավել ևս, եթե օրինակ վարակը վերաբերում է ծառայական պարտականություններին։ Իսկ երբ արկա է իրական վտանգ, որ հենց այդ պաշտոնից բխող հեղինակությունն է կարող է քննության փուլում օրինակ օգտագործել եւ այլն։ Բայց նշում է, երբ որ արդեն մեղադրյալի կալանքի տակ տալու հարցը որոշելիս նաև էական հանգամանք է համարվում, որ պահպանում է խոչընդոտի վտանգը թե ոչ։ Բայց դատարանը ինչ ասում, ասում է դատարանը եվրոպական դատարանը առանց դժվարությամբ ընկալվում է, երբ իշխանությունները քննության սկզբնական փուլում անհրաժեշտ են համարում կասկածելի ֆայլ բանտում, որպեսզի դժվարացնեն նրա կողմից քննության համար խոչընդոտներ ստեղծելը, հատկապես բարդ քննությունների դեպքում։ Սակայն այդպիսի վտանգը ժամանակի ընթացքում նվազում է այդ կապակցությամբ, որ այն կապակցությամբ քննությունը կատարվել է, ցուցմունքներն արձանագրվել են, ստուգումներն իրականացվել են։ Օրինակ ասել Բեցիեր նույն մոդելների գործով։ Այսինքն հստակ է, չէ՞, եթե քննությունը ավարտվեց նախնական, եթե դու վկաներին հարցաքննեցիր, չունես հնարավորությունը, որ գիտեք ինչ կհլը մարդ պետք է հարցաքննեն, դու բոլոր ստուգումները արել ես, բոլոր գործողությունները արել ես, նվազեց։ Կա մեկը, որ դատարանը կարասի չի նվազել։ Հիմա եթե նվազել է, այդ նվազման աստիճանի համար մենք ոչ մի բան հաշվի չենք անում, մենակ ասենք, թե կարող է տենց քրեական գործ չկա, որով գործողություն անելու անհրաժեշտություն կա, մենք չենք կարող ասենք ձևականորեն ասենք, որ խոչընդոտման հավանականություն։ Միշտ կարող է մի բան ասենք։
Պարտադիր, դրա տարբերություն չկա։ Մեղադրյալը երկրորդ մեղադրյալը մի բան ասում է, մեղադրյալը հրաժարվածալու ցուցմունք տալուց ասում իր ցուցմունքներով ուղղակի։ Մի բան կարելի ասել, բայց մենք պետք է աստիճանը տեսնենք։ Այսքան օրենք փոխվեց Հայաստանի Հանրապետությունում, այլընտրանքային խափանման միջոցների հարցը բարձրացվեց, նշվել է, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է կալանքը կիրառվի, որ բոլոր հնարավոր տարբերակները պետք է դատանը փորձի անի, մինչև կալանքը։ Այ եթե միջոցները հնարավոր չեն կոնկրետ անձի պարագայում, այդ դեպքում միայն կալանք։ Հիմա ասենց անկեղծ ինչ-որ մեկ իր մտքում մտածում է մտքտի սրբազանի պարագայում, ոչ մի այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառվի, բացառապես կալանք պետք է կիրառվի, դա կլինի պատիժ, ոչ թե կալանք, որտեղ չկա դա անհրաժեշտությունը հիմքը։ Իսկ այն որ եկել էին ասում են, որ քննությունը սկզբնական փուլումը, ոնց որ գործընկերս ասեց, եկան դատանին ասեցին սկզբնական փուլումը, դատանը որոշման մեջ գրեց սկզբնական փուլումը քննությունը, դեռևս գործողություններ կանելու դրա համար են կալանք երկարացնում, գնացին ապարտակեցին նախաքննության, գործ ուղարկեցին դատարան։ Հիմա այս մասով ինչ որ մեկը պետք է պատասխան տա։ Օրինակ քննիչը, չգիտեմ իրավ ասումը պետք է պատասխան տա, դա ասի ես դատարանին ինչի եմ այդպիսի բան ասել։ Իսկ եթե գործողությունները ավարտեցին, ինչի դուք ձեր գործողությունների հետևանքների համար օրինակ մեղադրողը կալանքը չվերացրեց։ Միշտ կարելի է դատարաններին հիմքեր ներկայացնել մի բան ասել, իսկ դատարանները այս դեպքում մենք իմացանք թե ոնց է քննությունը արել։ Բամյա հարցների կոնկրետ էպիկ գործողությունը, նաև ներկայությունների մեջ մտնել, որ բազել, թե չէ միայն գրելով ու արձանագրելով, հիմա նույնը այստեղ կարող լինի, ես չգիտեմ դուք ինչ որոշում կայացնել։ Բայց մենք տեսնելով այսօրվա իրականությունը, միշտ վատն ենք մտածում։ Վատն ենք մտածում, որտեղ տեսնում ենք ուղղորդվածություն։ Բացարձակ ձեր անձի նկատիչությունը, ոչ որ ձեր նախագահության դատարան, որտեղ առաջին անգամ ձեր մասնակցության, չգիտեմ ընդհանրապես ինչ զգամ եւ ինչ պատկերացնեմ, բայց մենք տեսնում ենք իրականությունը։ Դրա համար մի փոքր առաջ գնալով, ուզում եմ դրա մասին ասեմ, երբ որ հանգարտ ու հանգարտ որոշեք, որ դուք էլ հաստատեք ոնց որ նախորդ դատարանն արել, պետք է այդ մասը գրեք մեջը, թե ինչով է խոչընդոտելու, որ գործողությանը, կոնկրետ ինչ եղանակով, արդյոք այն աշճանի է բարձրել վտանգը կամ ընդհանրապես կա, որ այլընտրանքային խափանման միջոցներ չեն կարող կիրառել, ինչ է գրելու, որ իրավաբանը կարող հիմա որին ինչ գրի, ոչ մի բան չի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանման միջոցի հիմք չկա, էլ չեմ ասում, որ սահմանափակումները, օրինակ յամ ասեմ անորոշ պետք է սահմանափակվի այլանդարձակ շփումներ, ինչի։ Օրինակ դրա հիմնավորումը, որ առաջացան դատարանը Երևան քաղաքի ասել է նման բան։ Շատ բան ասա, քիչ հետո գործընկերը կներկայացներ որոշման հետ կապված իր զարգացումները եղել, հաստատեն ընդհանրապես ինչի կգնալու։ Հետևաբար ես խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը մեղադրողը մերժվի եւ վերացվի կալանքը որպես խափանման միջոց կիրառվի։